Ոտ մաման եմ զգում։ Էսի մեծ խոզանակա ոնց որ պակի պետք է գցեմ։ Դեռ ասում եմ, որ ես առանց կսվելու էլ կապիկի եմ նման։ Ո՞չ, ստեղ մի տուր, ասում եմ, ոսիկ գնանք դες դաս։ Այս հունվար ամիսը, չգիտեմ ձեր համար ոնց, բայց իմ համար նենց երկար է թվում, ոնց է սենց թթված լինի վրես, այսպես ասած։ Ճիշտ է, հիմա մի քիչ ավելի սենց թեթև օրեր են, որովհետև հունվար ամսվա քննությունները երկրորդ փուլը ավարտել ենք ու արդեն սենց մի քիչ մեզ հանգիստ ենք տվել, որ սկսենք փետրվարի քննությունները, փետրվարի 10-ից է սկսում քննությունները։ Այս մի քանի օրը ես ինձ զգում եմ ոնց որ սենց չամուսնացած, ուսանող, որը դարդ չունի։ Այս երկրորդ նայել ինձ լավ զգամ, որ սենց հետո սկսելու է դարտերս։ Ու այսօր եկել եմ ընկերուհուս տուն, որոշել եմ փորձարկեմ իր շպարի պարագանները։ Բայց մի հատ այսպիսի փորձություն եմ ուզում անել, պետք է շպարվեմ առանց հայելի, որպեսզի հասկանաք հեռախոսը ինձ դրված է թարսուղությամբ, այսինքն ես չեմ տեսնում ինձ էկրանի մեջ, ու առանց հայելի ես պետք է շպարվեմ, էնել ընկերուհուս շպարի պարագաներով, ասեմ իմանաք, որ մեր երկուսի մաշկը շատ տարբերվում է տոնով, ցանկ լավ կստացվի, այսպես ասած։ Լավ սկսենք։ Նայեք, այ այսքան լիքը կսվելիքներ ունի, իդեպ ես շատ քիչ եմ հասկանում շպարի պարագաներից, նենց որ տեսնենք որը ինչի համար է։ Համեք փորձենք լինի։ Ամել ընկերուհիս հարուստ է, օրիգինալ պարագաներով է կսվում։ Այսի պրայմեր է, վրեն կարդացի, լավ, այսի դեմից կքսենք, հետո մնացածը վրեն։ Կյանքս կարող է պրսնում է, ես եղած չէ։ Արդեն հա։ Չգիտեմ ինչ տեսք ունենամ, հուսամ գոնե սխալ չեմ գցի։ Ուրեմն, ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ պատասխանել մի հատ շատ ինտրիգային հարցի, որը ինձ ոչ միայն վիդեոների ժամանակ մեկնաբանություններում, այլև իրական կյանքում էլ են շատ հարցնում, ասում են, ամուսնու ծնողները լավն են։ Դե բնականաբար դրան հետևելու է շատ լավն են պատասխանը, բայց չէ իսկապես շատ լավն են, բայց չկա այդտեղ։ Ուղղակի այսօր խոսալու եմ, թե մեր մեջ անախորժություններ եղել են, թե ոչ։ Ժողովուրդ ջան, սկեսրերս հետ ինչ որ տենց որ ասեմ անախորժություն ունեցել ենք, չէ։ Միակ անախորժ դեպքը, որ մեր տանը եղել է ու ընտանիքի բոլոր անդամները խառնվել են, Խեք խնդում ընտանիքի բոլոր անդամները խառնվել են, եղել է իմ երրորդ հղիությունը, որ ընտանիքի բոլոր անդամները դեմ էին, բոլորը արտահայտվում էին այդ մասին, իսկ Քայցենը չէր արտահայտվում, որտեղ գիտեր, որ արտահայտվի չարտահայտվի, մեկը ես իմ ուզածը անելու եմ։ Հիշում եմ, որ սկիսուրս ու սկեսարես ընդեղ բանում խոհանոցում վիճում էին, ասում էին, պետք չի երրորդ երեխա մեղքեն, ոնց են պահելու այդ երեխեքին, այդքան պետք է աշխատեն, ընդեղ հիպոթեք, ընդեղ մեքենայի վար։ Սկիսուրս ընդեղ մեզ պաշտպանում էր իր մոտ, սկեսարես մոտ պաշտպանում էր մեզ, ինձ ավելի ճիշտ, բայց հետո գալիս է նույնը ինքը առանցին ինձ էր ասում պետք չի հետ կանգնեք այդ որոշումից, ես երեխեքին դեռ պահել է պետք մի խոսքով։ Այդ միակ անախորժ դեպքն է եղել, որ սկեսարես մի քիչ դեմ է եղել, իսկ մնացած ժամանակները ժողովուրդ չեք պատկերացնում ինչքան լավ մարդ է, բայց սկիսուրես սովորը բողոքում է մարդուց, հետևից էս ես չարեց, այն ես չարեց, այս գործը չի անում, այն գործը չի անում բայց ինքը այնքան լավ մարդ է, անշար, խելոք, գիտեք չէ ամառը որ եկել էր Հայաստան, Լեոյիս ու Իլայի ամառվա շորերը շորտիկները լվանում էր, որ տեսնում էր մենք չէինք խոսցնում, ամեն ձևի օգնել է, նախ մի հատ փոքրիկ գաղտնիք ասեմ, սկեսրարես Քայցենի երկրորդ պապան է, իրանք սկեսուրս ու սկեսրարես ամուսնացան են, երբ որ Քայցենը եղել է 3-4 տարեկան, հիմա գցում ենք կոնսիլյար։ Բայց լավն է։ Ես մեծ հույս ունեմ, որ մի բան կստացվի ու կապիկի նման չեմ էլի։ Դու առանց դրել։ Դեռ ասում եմ, որ ես առանց կսվելու էլ կապիկի եմ նման։ Թե ես քո ինչն եմ։ Պապայի քուրը։ Դու բուջո ժամանակին գլխին քիչ օիններ ես բերե։ Թե ինչ կապ ունի, ես հիմա եկարան բերեմ։ Դե տեսնում եք ինչ տարիքային խտրականություն է։ Բայց թեկուզ նրան, որ ինքը Քայցենի հարազատ պապան չի,
Ես չգիտեմ նախկինում իրանք ոնց են եղել, բայց ինչ ամուսնացել եմ, ես այդ մարդուց վատ բան չեմ տեսել։ Ինքը շատ է սիրում իր թորնիկներին, ամեն ինչ կառնի, ամեն ինչ կտնի, ամեն առավոտ գնում է երեխեքից էս մեծ տոպրակով համովություններ ա բերում, որ մեր սենյակում կոնդիցիոներ չկա, գնաց կոնդիցիոներ առավ, բերավ, հետո ուժում տենց շատ ա եղել, էլի, հենց որ բանին ասում ենք, մի խոսքով մենք աշխատանքի բերումով պետքա գնանք, ասենք մի տեղ Թեկուզ այն ժամանակ գնացել էինք Գուանջո, խնդիր չկար։ Հելա մեր հետ եկավ Գուանջո օբշի ընտանիքով հելանք, ասեցին որ ուզում են գնանք Հայաստան, շատ ուրախացած հելա եկավ Հայաստան, ասենք չի եղել, որ ասի, չէ, ես չեմ ուզում, չէ, սենց նենց։ Հայցենը ինչ ասի, հանուն, ասենք իր տղու տրամադրության, գործի հաջողության, ինքը ամեն ինչ կանի։ Հիշում եմ, որ պետքա գայ Հայաստան էս հոկտեմբերին, տենց դուրսը նստած խոսում ենք, մեկը կեսա այս դրսից եկավ, նացել էր իմ համար ծխեցրեց հավեր առել, տենց ասցի բա մերսի, բա մեկ էլ գրպանից հանեց 1000 յուան փող տվեց, թե էս կտանես, կծախսես, նու դե այն մարդը չի մտածել, որ ես յուանով ոնց կարող է Հայաստանում ծախսեմ, բա մի խոսքով իրանից հայցնում էր այն, որ ինքը տվեց, ու տենց ես նենց էի հուզվել, ժողովուրդ չեք պատկերացնում, բայց ես շատ էի հուզվել, որովհետև կյանքում նման ջերմ վերաբերմունքներ շատ քիչ ա եղել։ Հիմա գնացել եմ այդ փողը հանել եմ, տալիս եմ սկիսուրիս, ասում եմ թե էս քեզ սենց հանում, աղջի, ստեղ մի տուր, ասում եմ ոսի գնանք ներս ընդեղ գտաս, ասում եմ որ ճիվանա ինձ ես տվել։ Ուզում եմ ասեմ, սկեսերիս հետ հարաբերությունները շատ լավ է, ես որ ամեն անգամ գալիս եմ Հայաստան, ինքը բերում է սիգարետ, օղի, տալիս ասում է, այսի կտանես աղբորը, դեսի կտանես պապայիդ, կտանես ընկերուհուդ պապային, բոլորի համար։ Իսկ սկեսուրիս հետ հարաբերությունները շատ ջերմ է, շատ էմոցիոնալ է։ Եղել են դեպքեր, երբ որ մենք իրարից նեղացել ենք, ավելի ճիշտ ոչ թե ես, այլ ինքն է ինձանից նեղացել ու չի արտահայտվել։ Դեք երբ է լինում, օրինակ մենք հայերս երեխային որ գրկում ենք, սիրում ենք, ասում ենք, ոսկի ձակս, անուշս, իմ տղեն, իմ բալիկը օրինակի համար, ես էդի նույնը թարգմանած չինարեն, ասում եմ, ճշուհուադը խայծեսի, էս իմ երեխեն է, սենց էլի, ճշուհուադը խայծը ու իմ կիսուրը սենց դեմքը իշնում է, այսինքն մեր երեխեն չի, մենակ քո երեխեն ասեց։ Ես հիմա այս կնգոտ նստած բացատրում եմ, որ չէ, մամա ջան, էդի ուղակի խոսքա, քաղցր խոսքա, որ ես ասում եմ երեխուն, դա ուղիղ իմաստով մի հասկացեք, դա ձեզ ընդհանրապես չի վերաբերվում, ես ինչ-որ բան չեմ հասկացնում դրանով, էլի, տողատակ չկա։ Ժողովուրդ ջան, այս աղջիկները էս ինչքան բան ունեն, ոչ մի տիպի էս աշկիսի Ռումյանան, հա? Մեկ էլ մի անգամ էլ հիմա Ռումյանա եմ քսում, չեմ տեսնում, ոչ գույնը գիտեմ, ոչ էլ տեղը, նենց որ խնդրում եմ չծիծաղալ, ես վերջում այս նկարները նկարվելու եմ գցեմ ինստա։ Մի անգամ էլ ժողովուրդ, ուրեմն այս Թեոս Պուջուրա, երևի մոտ 10 ամսեկան է, ու մենք բոլորով, 3 երեխաները ես, քնում ենք մեր մահճակալին, քայցեն ուղարկել ենք մեր սենյակի դիվանուն, որտև տեղ չենք անում մահճակալի վրա ու ես հայցենին միշտ ասել եմ մի հատ այդ կողքին բան առ որ փակենք մահճակալը որ հանկարծ ես կամ երեխեքը չընկնեն այդից էլի ամեն անգամ ասում եմ դե հեսա տեղափոխվելու ենք դե հեսա տեղափոխվել ենք երեխեքը մեծանում են բան այս կոմենկոմ հուսամ լավ է ստացվել չէր առնում մի գիշեր ուրեմն քանի որ ես Լեոին ու Թեոին իրար կողք չէի դնում որովհետև Լեոին գիշերը Թեոին ծեծում էր Թեոին դրել էի դրսի հատվածը ուսեցի գրկել էի համե բարձ էի դրել կողքը որ չընկներ Ժողովուրդ չգիտեմ ոնց ստացվեց երեխան գիշերը ընկավ ոնց եմ վախեցել ոնց եմ լացում գրկել եմ երեխուն ինձ մեղավոր եմ զգում ամենավատ մաման եմ զգում գրկել եմ երեխուն ես հանգստացնում եմ կերակրում եմ որ ինքն էլ հանգստանա տենց լացում եմ մեկը սկիսուրս իրանց կողմից եկավ ընդեղից եկավ սենց վախեցած ինչ ա եղել ու սկսեց խոսալը ով ա երեխուն դնում դուրս դե հասկանում եմ մարդ անհանգստացել է ու լիքը խոսում է ես էլ այդ պոհին նեղված բան սենց արեցի մամա հասկացա էլ մի ասա, սենց ասի դրանից նեղացել է, գնաց, այդ օրը գնաց, բան չասես, մի 3-4 օր հետո բան չի ասում ընդհանրապես, շփվում ենք, ոնց որ զգում եմ ինչ-որ այս կինը մի քիչ ոնց որ տենց առույգ չի, տենց ուրախ չի, աշխուժ չի, ինչ-որ մի բան այն չի, քայցեն ասում եմ կարող է մաման լավ չի զգում, գնա հետը խոսա, բաներ կա, որ կարող է իմ հետ չի կիսում, քո հետ կկիսվի, բան, քայցեն էլ ասում է, չէ, հարցել եմ, բան չկա, քայցեն էմոցիոնալ չի էլի այդ առումով, ինչ որ տղամարդ է Խոսքով մի օր այնքան խոսացի բացվեց սենց հանում բա ինչ ես երեխու համար անհանգստանում էի դու ինձ ասեցիր գնա այլ բան չասեց մի խոսա հա
ու տես նեղացել էր ինձնից։ Այդ միակ դեպքն ա եղել, որ ինքը ինձնից նեղացել է ու մեր մեջ տենց ինչ-որ թեթև բան ա եղել, բայց ես հասկանում եմ, որ ինքն էլ է անհանգստացել, բայց կարելի է այդ պահը ինձ էլ հասկանալ, որ ես առանց այն ինձի մեղավոր էի զգում։ Աստված իմ ունքերս պետք է ներկեմ, չգիտեմ։ Իսկ ճիշտ է եկա։ Իմ ու կիսուրիս մեջ հաճախակի սենց բանավեճ մեկ էլ լինում է, չենք նեղանում իրարից, ուղղակի լավ բանավիճում ենք։ Լինում է այն դեպքում, երբ որ ես երեխեքին շոր եմ առնում։ Երկու օր առաջ մի 13 կտոր շոր եմ առել, ուղարկել եմ Taobao-ով, ժողովուրդ 3 հատը բայելը 10 հատը հետ է ուղարկել։ Մեր ճաշակները ոչ մի տիպի չի համընկնում, բայց իմ կիսուրը այդ առումով չէ, սենց սիրուն չի, ես երբեք չեմ ասում, գիտես, ինչ, սիրուն չի, բայց իմ համար սիրուն ա, թող տենց հագնի։ Մանավանդ որ հիմա երեխեքը իր մոտ են, ինքն է հագցնում, կապցնում։ Այս կոմենքում ասում եմ, լավ, ոնց իրան դուրակալի թող ունենց հագցնի, մինչև ես հասնեմ տեղ, որտեղ էլ լինում եմ, ասում եմ, կիսուր մամա, ինչ սիրում ես, առ հագցրու, ես ինչ սիրում եմ, ես կհագցնեմ, հուսամ ունքերս նորմալ ա եղել, չեմ տեսնում, չեմ լսում։ Նորմալ է։ Մի խոսքով չգիտեմ շնորհիվ իմ բնավորության, թե շնորհիվ իմ կիսուրի այն բնավորության, որ ինքը ընդհանրապես իմ ու ամուսնու հարաբերություններին չի խառնվում, ինչը վերաբերվում է մեր գործերին, մեր մեջ հարաբերություններին, ինքը ընդհանրապես չի խառնվում։ Ես էլ նույն ձևի ինչ իր ոլորտին ա վերաբերվում, չեմ խառնվում, ու մեր հարաբերությունները շատ լավ ա դասավորվում, մենք մինչև հիմա կարող ենք իրար հետ նորմալ ապրենք։ Ճիշտն ասած, չգիտեմ Հայաստանում հարս կիսուր հարաբերությունները ոնց է դասավորվում, որովհետև իմ մաման ու իմ հարսիկը իրար հետ չեն ապրում Հարաբերս, Երևանը մերոնք խափան են ու շատ հեռու են, բայց հարաբերությունները շատ լավ է։ Ես չգիտեմ իրանք իրար հետ որ ապրեն ոնց կլներ, բայց հիմա շատ լավ է իրանց հարաբերությունները։ Համեր ինձ շատ է հետաքրքրում, այնց որ մեկնաբանություններում կարող եք գրել, թե Հայաստանում ընդհանրապես ինչ է կատարվում, մարդիկ ոնց են վերաբերվում հարս սկիսուր հարաբերություններին։ Աստվածի մեզ այս ուժը մտցնելու եմ աշկս։ Ոզա մինի պավադա։ Էհի չորա։ Էհի Սիրնա, ժողովուրդ ջան, ես սկսվա պրծա, հիմա այսպես պետք է արմնեի հետ տեղ գնանք, խնդրում եմ կոմենտներում, ես հələ ինձ չեմ տեսել, նենց որ կոմենտներում գրեք սիրուն զառա, որ վիդեոն նայելուց շատ չլացեմ։ Սիրնա